Պարոն Շահինյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց երևի սկսենք այս հարցից, 18-ամյա Դավիթը շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ, բավականին ծանր վիճակում, այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը սադրեց եկեղեցում, այսպես ասենք, միջադեպ, եւ որի հետևանքով այսօր այս տղային բանտել են զրկելով նրան վերջի զանգ ունենալու հնարավորությունից, արդեն հայտնի է, որ գանգային ցնցում է ստացել, որովհետև կադրերում երևում է, ինչպես է Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը չասենք, ախրանան հարվածում 18-ամյա Դավիթի գլխին, խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այն սանդրանքը, որ տեղի ունեցավ Ծաղկազարդի տոնին, պատարագի ընթացքում եկեղեցի է ներխուժում խմբապետ Շավարշը։ Դե այդ ձևով Չարենցը նկարագրում էր խմբապետ Շավարշին, որ նա նագանը ձեռքին մտնում է պանդոկները, ինչ-որ գինետները, այնտեղ ում ուզում հանում էր պարասնում էր, ում կնոջը կամ ում ընկերուհուն եւ այլն, այսինքն խմբապետ Շավոն դա մաուզերիստ էր, որը նաեւ ուներ խուլիգանական հակումներ եւ պարտադիր վերջում պետք է սադրեին, որպեսզի հաշիվը չփակեին իրենց կերած խմածի, մի քանի հատ էլ օդ կրակեին գնային։ Ինչ տեղի ունեցավ։ Նախ սադրեցին, գնում է արարողակարգ, երկրի ղեկավարը մտնում է պատարագի արարողությանը մասնակցելու, արդեն ուշացած եւ հրմշտոց է այնտեղ սկսում, որպեսզի ինքը ինչ-որ մի ավելի հարմար ազատեղ գնա կանգնի։ Այն պարագայում, որ ինքը հանգիստ կարող էր մի անկյունում կանգներ, լսեր կամ իր այդ բեմադրությունը, այդ ծիսակատարությունը, որ եկել էր անելու այդ օրով, Հիսուս Քրիստոսը մտավ Երուսաղեմ, այնտեղ վանքում իրարանցում ստեղծվեց, այդպիսի մի դերի մեջ պետք է մտներ խմբապետ Նիկոլը։ Խմբապետ Նիկոլը, որը որ ունենալով պետական ծառայություն, դուք նշեցիք ախրանիկ, այո, եթե լիներ իր հետ լինեին ախրանիկներ, նա լիներ ինչ որ չգիտեմ, ես իմ ով, ես իմ ինչով կեր ախրանիկներ են պահում, դրանց կարելի էր ասել ախրանիկ, բայց իր հետ սպաներ էին պետական պահպանության ծառայության, որոնք ծառայում են պետությանը, որոնք պետք է առաջինը վերահսկեն կարգ ու կանոնը, թույլ չտան, որ լինեն միջադեպեր, կոնֆլիկտներ, խմբապետ Շավոն եկեղեցու ներսում հստակ հրահանգներ էր տալիս իր ախրանիկներին, չէ թողեք մնա, մի շարժեք, մի խփեք, չխփեք, եւ այստեղ հարց է առաջանում, որը որ նաեւ պետք է առաջանա այս հարցը քննչական մարմինների մոտ, ովքեր քննություն են իրականացրել կամ դեռ իրականացնում, կարծեմ արդեն ավարտվել է քննությունը, Պարոնյան Լեո Խաշմերուկի երբ հղի կնոջը սպանեցին մեքենայի տակ լղջելով անցնելով վրայով եւ չկանգնեցին օգնություն ցույց չտվեցին։ Իսկ գուցե մեքենայի մեջ եղած իրենց կլիենտը հաճախորդը նա է տվել այդ հանձնարարականը, որ մի կանգնեք եւ առաջին օգնություն ցույց տալու անհրաժեշտություն չկա, իսկ մենք գիտենք, որ պետության ղեկավարը նաեւ իր ուղեկցումների ժամանակ ունի բժիշկ այդ ուղեկցող խմբի մեջ, գուցե եւ հնարավորություն լիներ կյանքը փրկելու, այն չծնված երեխայի կյանքը փրկելու, եւ սրա մոտ արդեն սա խրոնիկ մանյակ է ինքը
երիտասարդների կյանքը խլելու, երիտասարդների արյունը խմելու, ինչպես որ սադրեց եւ տարավ կոտորեց ու կոտորում է։ Եվ նույն այս ճակատագրին արժանանալու է նաեւ Դավիթ Մինասյանը, եթե շարունակվի այս հետապնդումը եւ այս ճնշումները, որ գործադրվում են նրա նկատմամբ եւ սահմանափակում են, որ այն հարվածը, որ նա չպետք է ստանար այդտեղ, դրա կարիքը անհրաժեշտությունը բացարձակապես չկար։ Եվ նման չոր կոշտ հարված է ստանում, երբ երիտասարդը անկանոն շարժում է անում այդ իրավիճակում, պատարակի ընթացքում, երբ գալիս եւ խմբապետ Նիկոլը խժդժություններ է անում։ Դու խմբապետ Նիկոլ ատում ես բոլոր երիտասարդներին։ Դու տանել չես կարողանում, երբ քո որդին որևիցե մեկի հետ ոտք գցել չի կարող։ Ցանկացած հայ երիտասարդի հետ, ցանկացած, եթե ընտանիքի տղա է։ Եվ այս ամեն ինչ, այս հերս, այս թույն, այս տարախը քո մեջ պահելով, դու բոլոր կողմերից ազգին հարվածներ տալով նաև գենոֆոնդին ես հարվածում, որովհետեւ այս քոքը ազգի կտրվի, եւ դեռ այս ամեն ինչից դուրս կան մայրեր, եթե կարելի է այդպես կոչել, կան կանայք, որ հարցումներ են անում եւ ասում են, դե հա, դե ինչ, դե իրան էլի, դե չարիքի փոքրագույնը, մեծագույնը, սա սատանայի գոյանք է, որը մեզ եկավ հասավ այն բանի համար, երբ մենք ստորադասեցինք մեր արժանապատվությունը, երբ մենք ստորադասեցինք մեր բարեկամ երկրները, երբ մենք փորձեցինք նոր արժեքներ, լիբերալիստական նոր արժեքներ ներմուծել մեր հայրենիք, մեր ընտանիքները, մեր երեխաներին ինչ-որ նորամուծությունների, ականջողների, չգիտեմ, այդ միասեռականության եւ այլ տիպի հասարակական կազմակերպությունների արչև դռները բացվեց Հայաստանի Հանրապետության, այս սուրբ հողի, այս Աստծո կողմից ստեղծված այս երկրի եւ ազգի առաջ, որ նման իրավունք մենք չունեինք, եւ այս դատաստանները մենք հենց այդտեղից ենք ստանում։ Դավիթին առողջություն եմ ցանկանում եւ իրավապահ համակարգը պետք է որ հետևություններ անեն, գուցե ձեզ խափում է, որ ընտրություններով իրենք վերարտադրվելու են, շարունակելու են, այդպես չի լինելու, մենք հաջորդ հարցերի մեջ կանդրադառնանք այդ մասին, ուշադիր եղեք եւ եւս մի երիտասարդի կյանքը մի խլեք, կարգին լավ տղա է, լավ ընտանիքի տղա է, լավ կրթություն է ստանում, իր հայրենիքը սիրում է, եւ այդպես շատերը կան, շատ Դավիթներ կան, եւ շատ Դավիթների գլուխը հազարներով տարավ կերավ, իսկ դուք դեռ սրան հանդուրժում եք, ձեր 2 կոպեկի համար, որ կանվերտներով ստանում եք կամ, չգիտեմ, այլ կրիպտոարժույթներով, բոլորիդ առաջ խարանը շուտով գալու է եւ վզներիցդ կախվելու է, ուշադիր եղեք։ Կուզեմ անդրադառնալ այս վերջին այցը, որը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց։ Այցը կարևոր էր, քանի որ արդեն ավելի բաց տեքստով Ռուսաստանի Դաշնության նախագահան անդրադարձավ այն խնդիրներին, որ մենք ինքներս նախ մեզ վատ ենք դրսևորում, երբ հանդուրժում ենք այսպիսի իշխանությունների, քանի որ եթե մարդ ինքը չի ուզում փոխվի, ոչ մեկ չի կարող իրեն փոխել։ Եվ այն հարցերը, ինչը որ շարունակում է այս խմբապետ Նիկոլը անել մեր երկրի գլխին, դա նա է, որ մենք կորցնենք մեր պետությունը, մենք կորցնենք Հայաստանը որպես
պետություն ՄԱԿ-ի այդ 193 պետություններից մեկի որպես ներկայացուցիչ եւ հայ ազգի բնորան։ Մենք 700-800 տարի չենք ունեցել պետություն, մինչև սիրելի հայրենակիցներ 1828 թվականը շատ հանգիստ ապրել ենք, աշխատել ենք փոքր թվով եւ հարկերը վճարում էինք Պարսից շահին։ Անդրկովկասը գտնվել է պարսկական տիրապետության տակ։ Եվ մի մեծ մարդու մեր համար ազգային հերոսի դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի ջանքերի շնորհիվ Թուրքմենչայի պայմանագրով արձանագրվեց 198 տարի առաջ, արձանագրվեց հայկական մարզը։ Խնդրում եմ ֆիքսենք, որ մենք 11-րդ դարից մինչև 19-րդ դարը չենք ունեցել պետականություն։ Եղել են փոքրիկ ինչ-որ խմբավորումներ, ինչ-որ նախարարական ընտանիք, ինչ-որ իշխան, ինչ-որ հասարակական գործիչ, որոնք որ փորձել են ինչ-որ մի բան անել, որ մենք ունենանք պետություն, բայց մենք չենք ունեցել։ Ես ուզում եմ այս փաստին մենք շատ եւ ուշադրություն դարձնենք։ 11-ից 19-րդ դարերում 800 տարի մենք չենք ունեցել պետություն, պետականություն, այսինքն 800 տարվա մեջ բացառիկ մարդկանց ուղեղում կարող էր մնալ այդ ցանկությունը, այդ երազանքը ունենալ հայկական պետություն, հայկական պետականություն, բայց դա չի ստացվել։ Եվ դա ստացվեց այն դեպքում, երբ այստեղ օգնության եկավ ռուսաց կայսրի կողմից ուղարկված զորքը, որոնք պարսիկներին դուրս մղեցին Անդրկովկասից եւ կնքվեց պայմանագիր, որտեղ հստակ նշված է, գրված է, որ երբ Ռուսաստանի իշխանությունները, կայսրը այն ժամանակ ցանկություն չունենան այս տարածքը կամ իրենց հետաքրքիր չլինի, իրենք պարսիկները, այսօր Իրանը, իրենք կվերադառնան իրենց սրբազան հողերը։ Իրենք կվերադառնան իրենց սրբազան հողերը։ Հայաստանը, այսօր այս նորաստեղծ Ադրբեջանը, Վրաստանը 70,000 քառակուսի կիլոմետրից այսօր նորից մենք եկանք հասանք այդ 29,000-ին։ Հասկանում եք, մենք 60%-ը կորցրել ենք տարբեր պատճառներով, բայց իհարկե բնականաբար առաջի հերթին ռազմաքաղաքական ղեկավարության ոչ ճիշտ արտաքին քաղաքականության արդյունքում։ Մենք 60%-ը կորցրել ենք 200 տարում։ Մնացել է այս մի փոքր կտորը, դե Արցախը վաճառվել է, Արցախը չեն կորցրել, պայմանավորվածության արդյունքում, սադրանքների արդյունքում Արցախը վաճառվել է։ Եվ այդ վաճառքը այսօր նաև Հայաստանի արդեն 200-ից ավել այդ դիրքերը, որ զիջվել է, այն ամբողջ զինտեխնիկան, որ նվիրաբերվեց Ադրբեջանին, այս ամեն ինչի դիմաց Հայաստանի այսօրվա վարչախումբը ստացել է, վերցրել են գումարներ։ Այս մասին դեռ 2022 թվականին իմ կողմից եղել է հայտարարություն, հոկտեմբեր ամսին, Politics EM կայքի տված հարցազրույցի ժամանակ, եւ գործարքի արժեքը եղել է 15 միլիարդ դոլար։ Եվրոպական բանկերի միջոցով է գործարքը տեղի ունեցել։ Մենք մեր հողերը վաճառում ենք, մենք մեր երկիրը վաճառում ենք, գնում ենք Ռուսաստան, ասում ենք, բա հապկը ուր էր։ Այդ հապկը բոլորից լավ գիտի, նա նույնիսկ ոչ թե կոպիաները ունի, նա այդ
փոխանցումների օրիգինալները ունի այդ գործարքների։ Դու վաճառում ես, գնում ես մյուսին, ասում ես որտեղ է։ Դու հապկի գլխավոր քարտուղարին բերում ես այստեղ կալանք ես տանում, հետո կալանքը զիջում ես չբացակայելու եւ այլն եւ այլն։ Հետո գնում ասում ես հապկի արձագանքը ուր էր, իսկ դու դիմել ես հապկին։ Միակ պետությունը, որը կարող էր այդ անել, ինչու եմ ասում միակ, քանի որ միայն Ռուսաստանի Դաշնությունն է, որ հստակ առաջարկել է դադարեցնել պատերազմը։ Կարող է դադարեցնել։ Ամերիկան էլ կարող էր, Իրանն էլ եթե վերցնեն կարող էր, բայց իրենց կողմից հստակ չի եղել առաջարկություն, որ մենք պատրաստ ենք դադարեցնելու պատերազմը։ Հայաստանը համաձայնվել է, որ դադարեցվի 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Թե պետք է պարտադիր գնալ այդ պատերազմը, տալ այդքան զոհեր, տալ այդքան կորուստներ, այդքան զինտեխնիկան նվիրաբերվեր, հետո գալ նստել եւ ասել դե դուք ասեցիք, դե դուք չերևացիք, դուք չեկաք, դուք չարձագանքեցիք։ Սիրելի հայրենակիցներ, որպեսզի հայ ազգը ունենա պետություն, աշխարհի երեսին կա մեկ պետություն, որ դա կարող է ապահովել հաշվի առնելով այս դարավոր բարեկամությունը, քրիստոնեությունը, դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Եվ մեր այն մեծ դիասպորան համայնքը, որ ասում են 2 չի, 3.5 միլիոն հայերը, որոնք ապրում են եւ աշխարհում ամենալավ կարգավիճակում եւ բարեկեցիկ։ Դա Ռուսաստանի Դաշնության հայ համայնքն է, ի տարբերություն մյուս համայնքների, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, հայկական կապիտալը տրիլիոնների է հասնում Ռուսաստանի Դաշնությունում։ Ունեն ամեն ինչ, բանկեր, գործարաններ եւ այն տրանսֆերները, այն օգնությունները, այն արտադրանքը, որ մեր երկիրը այսօր արտադրում է եւ չափազանց բարձր լոգիստիկայով գնում հասնում է տեղ, որը մրցունակ չի գոնե միջին ասիական պետություններից այդ նույն ապրանքատեսակների, բայց այնտեղ սպառվում է, այդ ապրանքը վերցնում են, սպառվում են, որպեսզի հայ գյուղացին սովամահ չլինի, չկանգնի, որպեսզի այստեղ կարողանան թոշակ տալ, որպեսզի շրջանառություն լինի, ինչքան գումարներ է անսվակտրվածքով օգնություններ գալիս, ինչի արդյունքում մարդիկ իրենց ընտանիքներին, իրենց ծնողներին օգնելով այստեղ հնան է կարողանում պահել, պաշտպանվել եւ մենք փոխանանք այդ տնտեսական արդյունքները, այդ անվտանգությունը, որ բացառապես միայն այդ երկիրը կարող է ապահովել։ Եվ ես ցավոք, բայց պետք է ասեմ, որ հայերը, եթե վերջին հայն էլ Հայաստանից դուրս գնա, այստեղ լինելու է Ռուսաստանի ներկայությունը։ Եվ ինչու մենք բարեկամություն, եղբայրություն չենք անում, այլ թշնամություն ենք անում։ Մենք դե գնացել նստել այնտեղ ասում են, դե մենք կփորձենք, խմբապետն ասում էլի, հələ առայժմ այս ձևով ձեռք է տալիս մեզ, մի քիչ Եվրոպայի, մի քիչ Ռուսաստանի, այդ մի քիչով այսօր աշխարհը չի առաջնորդվում, պետք է լինեն հստակ։ Այդ մի քիչի եւերի արդյունքում է, որ մենք այսօր հասանք այս վիճակին, կորցրեցինք Արցախը եւ ամբողջ Արցախահայությունը, որ երբ Հայաստանը չկար 800 տարի, Արցախի մելիքները կային։ Իսկ այսօր մի քանի արցախցի է մնացել Լեռնային Ղարաբաղում։ Եվ եթե Լեռնային Ղարաբաղը ժամանակին աներ հանրաքվե ռեֆերենդում եւ այն պատմական արդարությունը, որ կա եւ այդ թղթի վրա այդ արդարությունը կա, ասենք դա այնպես չի, որ ինչ որ մեկը փոխել է, ոչ էլ կարող են փոխել։ Հարկավոր է Ռուսաստանի հետ ստեղծել
ինքնավար մարզի կարգավիճակ եւ այսօր аэроպորտներ կաշխատեր, հիմա երկաթգիծն էլ կմտներ Լեռնային Ղարաբաղ, գործարաններն էլ արդեն այնտեղ կկառուցվեին, ապրանքաշրջանառությունը, ամբողջ արտադրանքը, որ այնտեղ արդեն այդքան զարգացել էր գինու, կոնյակի, օղու արտադրությունը, ինչ տարբեր մրգատեսակներ էին արևադարձային այնտեղ հսկայական տնտեսություններ էր ստեղծված։ Ում խելքին ենք ընկնում, ինչի խելքին ենք ընկնում, այս ինչ էքսպերիմենտների տակ ենք մենք մտնում, հլը միատեսել փորձենք, էնել փորձենք, չի լինելու։ Կա մեկ պետություն, ում հետ մենք պատերազմ չենք ունեցել երբևէ, դա Ռուսաստանի Դաշնությունն է, ում հետ մենք գնացել ենք հայրենական մեծ պատերազմի, որտեղ որ մեր պապերը փառապանս ձևով վերադարձել են հաղթանակով, բարձր պահելով մեր երկրի, մեր ժողովրդի, մեր ազգի փառապանց անունը, որտեղ 70 տարի խորհրդային միության մաս կազմելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց 5000 գիտաարտադրական միավորներ, ստեղծվեց մետրո, ստեղծվեց օդանավակայան, գործարանները, դուրս գալով մենք այդ խորհրդային միության կազմից մենք հանրապետություն էինք, որտեղ Արարատն էլ կար, Մասիսն էլ կար, Սիսն էլ կար, ամեն ինչն էլ կային։ 35 տարուց ավել է մենք ինչ-որ պետություն ենք կառուցում, մեկ գործարան, որը որոշակի չափով միջազգային կառույցներին, ենթակառուցվածքներին հետաքրքրություն է իրենից ներկայացնում, այնպես ինչպես օրինակ ժամանակին Նայրիտը կարող էինք ասել եւ նմանատիպ այլ այդտեղ մենք կաբելի գործարան ունեինք շատ կարեւոր էր, ալյումինի գործարան ունեինք շատ կարեւոր արտադրանք էր տալի, որը նաեւ էքսպորտ էր գնում։ Մենք ինչ-որ մի բան ստեղծել ենք այս ամբողջ ժամանակա ընթացքում։ Ընկել են գյուղատնտեսական ինչ-որ գինի, կոնյակ, օղի, ձկնաբուծություն, հանրապետության վարելահողերի 70%-ը չի մշակվում։ Ուշադիր պետք է շատ լինենք եւ այս փոքրիկ մի կտորը, որ մնացել է մեր երկրի, մեր պետությանը, մենք կարողանանք փրկել եւ կառուցել այն Հայաստանը, որը մենք բոլորս ցանկանում ենք։ Մի խայտարակ երևույթ կա այս մեր ազգային ժողովում, որի մասին առիթ ունեցել եմ խոսելու, որը այդ քրեական բանդայի պարագլուխ, այսօր պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անդոն, Քոչարյան Անդոն։ Քեզ խելոք պահի Անդո, մեկ է, քանի ես դեռ կենթանի եմ, քանի իմ սիրտը բաբախում է, քո կատարած հանցանքների համար, որտեղ նաև իմ հայրս ծանր վիրավորվեց, դու նստելու ես, օրենքի առաջ դու պատասխան ես տալու, և հիմարություններ ու ապուշություններ էլ, որ դուրս ես տալիս, կեզ պետք է վաղուց այդտեղից դուրս շպրտած լինեին։ Սիրելի հայրենակիցներ, եկեք չվախենանք, որ Նիկոլը հիմա շատ էֆեկտիվ տարածում է, որ ինքը հունիսին գնալու է Մոսկվա, ու ինքը հունիսին էլ կարող է գնալ, հուլիսին էլ կարող է գնալ։ Հաշվի առեք, որ ընտրություններից հետո նոր ազգային ժողովի գումարումը դա 1-2 ամիս կարող է տևել։ Այնտեղ օրենքով սահմանված ժամկետներ կան։ Այնպես որ ինքը հիմա էլ կարող է գնալ, վաղն էլ կարող է գնալ, կարող է զանգի նորից, այս ինչպես եղավ վերջի անգամ, էլի այս խնդրի գնա գա։ Որևէ խնդիր չկա։ Իր պես ստախոսների, իր պես Սահակաշվիլիների, Զելենսկիների, Զելենսկի ժամանակն էլ այդ Ուկրաինայի մյուս պրիդուրը կնրա, մայիսի վերջին էլ նրա ժամկետն է արդեն լրանում։ Նա էլ է գնալու Սահակաշվիլու կողքի խուցը, ինչպես որ սա։ Եվ ես դες ասեմ, մեզանից ինչ է պահանջվում, որ մենք պետք է
բոլորս գնանք ընտրությունների, մասնակցենք, ձայնը տանք ընդդիմադիր, մենք գիտենք որոնք են ընդդիմադիր եւ որոնք են այսօր դուրս եկել այս վարչախմբի դեմ։ Ինքը կարա կեղծի, կարծում եմ, որ նաեւ կեղծելու է։ Այդ մասին իդեպ նաեւ խոսեց ՀՀԿ համագումարից հետո Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցության նախագահ։ Նա ասաց, որ մենք չենք մասնակցում ընտրություններին հունիսի 7-ի, բայց հետընտրական զարգացումները, եթե լինի փողոցային պայքար, մենք կլինենք առաջնագծում։ Ինքը առաջը տեսնող մարդ է, նախագահ Սերժ Սարգսյանը, եւ դա պատահական խոսքեր չէին։ Ինքը հասկանում է, ինքը այդ հաճախորդին լավ է ճանաչում, խմբապետ Նիկոլին, եւ գիտի, որ սա գնալու է բացարձակ կեղծիքների։ Ես ձեզ ասեմ, Երևանի մասին չեմ ասում, դե Երևանում նա ջախջախված է, մարզերում եւս։ Այսօր ասում Շիրակում ջախջախիչ պարտություն է կրելու։ Գեղարքունիքում, Կոտայքում ջախջախիչ պարտություններ են կրելու, նույնիսկ Արմավիրում։ Այս առիթով ես ընտրությունների հետ կապված նաև քանի որ դեռ գրեթե 2 ամիս ժամանակ կա, ես կուզեմ նաև այն մարդիկ, որոնք այսօր ինչ որ աշխատանք են զբաղեցնում պետական կառավարման համակարգում, բայց համակրում են ընդդիմությանը, ապա առանց Փարքի անկյունի, առանց Շուշի նկարը դնելու վրան լաց լինելու, առանց Արցախի դրոշը գրկելու, հարգելիներս, շատ հանգիստ, առանց լացակումած ելույթների, դիմում գրեք, դուրս եկեք եւ միացեք այն քաղաքական ուժին, ում համակրում եք։ Շատ ավելի պարզ, շատ ավելի ազնիվ, շատ ավելի շիտակ։ Պետք չի, որ այդ լացալամիչ լինեք, որ քանի որ Փարքի անկյունը հանում են, Փարքի անկյունը վաղուց են հանել, բայց դուք այս տարիներին աշխատել եք։ Ոչինչ։ Բոլորս էլ ունակ ենք սխալվելու։ Դուրս եք եկել, լավ եք արել։ Մենք փողոցային պայքար է լինելու, կարծում եմ նաև հետընտրական։ Իդեպ, մենք պետք է նաև ներգրավենք Աննա Հակոբյանին այս պայքարի մեջ, շատ կարևոր ֆիգուր է, պետք է ընդդիմությունը վերցնի իր պաշտպանության տակ տիկին Աննային, քանի որ սիրելի հայրենակիցներ, շատ կարևոր հարցերի պատասխաններ Էռատո Ջոկատի հրամանատարը տիրապետում է, քանի որ նա նաև բունկերում է եղել, այդ ամբողջ իրադարձությունների ականատեսն է եղել եւ կուլիսային շատ նա բանակցություններից է տեղյակ, եթե ոչ անձամբ է բանակցել, ապա տեղեկացված է, այնպես որ պետք չի նեղացնել, տալ հնարավորություն, որ ինքը արդեն այս վարչախմբի հրաժարականից հետո հնարավորություն ունենա ներկայացնելու ինչ հանցանքներ են կատարել, դա մեզ բոլորիս համար, հետագայի համար, մեր պետության, մեր երկրի համար, մեր հասարակության մոբիլիզացիայի համար դա շատ կարևոր է։ Եվ Նիկոլ Փաշինյանը վերջերս տեսանյութ հրապարակի շուրջ սպառնալիքային չա, վախենամ միլիարդատերից դառնամ բոմժ, այս հետ կապված։ Ասեմ ձեզ, խմբապետ Նիկոլը ինքը ինչ որ ամեն օր աշխարհում չկա նման երևույթ, չկա, որ երկրի ղեկավարը իր բնականon աշխատանքը թողնած աղբերս 3 հոգի տամ, 4 հոգի վեկալեմ, չեմ կարա տամ, ինչ ապուշություններ, սրտիկներ, մեր Վարդենիսի էփ կարտոֆիլը վեկալած ամբողջ այդ բուղը երեսին տալով, հիմա ես իրեն տալիս եմ հնարավորություն, որպես ուժեղ տղա, ասեմ ձեզ, խմբապետ Շավոնել էր, դուխով, Նիկոլն էլ է դուխով,
Հիմա վարժություն քեզ, Փաշինյան Նիկոլ։ 1993-ից 1998 թվականներ, 5 տարի։ Հայաստանի Հանրապետությունում երկու իրավական կարգավիճակ ունեցող, չասեմ իրավաբանական անձ, բայց իրավական կարգավիճակ ունեցող ներքին գործերի նախարարության ամենաբարձր մակարդակով հովանավորված երկու հոգի ամսվա կտրվածքով փող էին քերում հենց ներքին գործերի համակարգի բոլոր ղեկավար պաշտոնյաներից։ Մեկի անունն էր լրագրող Նիկոլ Փաշինյան, մյուսի անունն էր ՀՀՇ-ի Գևորգ։ Հարց. ձեզանից ով էր ամսվա կտրվածքով ավելի շատ փող շորթում միլպետներից, ԲԽՍ-ի պետերից, ռեգիոնալ վարչության պետերից, օպեր գծով տեղակալներից։ Խնդրում եմ քո այդ եթերներից մեկի ժամանակ պատասխանեք այդ հարցին, հասարակությունը սպասում է էշի գլուխ, մինչև գլուխդ կթրաշեն ու կգնաս բանդ եւ Աննա Հակոբյանի հետ առերեսման ժամանակ կպատմես ինչպես կործանեցիր Արցախը, ինչպես կերար մեր հազարավոր զավակների գլուխը, ինչպես սադրեցիր եւ պայմանավորված ձևով Հայաստանի այդքան կարևորագույն մեզ համար դիրքերն ու քաղցրահամ ջրերը վաճառեցիր Ադրբեջանին եւ ինչ էիր պատրաստվում դրանից հետո անելու։ Նիկոլը հեռանալու է, սիրելի հայրենակիցներ, բայց Նիկոլի ապագան դա Սահակաշվիլին է։ Տեսեք ու հիշեք, հեռու չի այդ օրերը, մնացել են հաշված օրեր։ Շնորհակալ եմ, ցտեսություն։